Բարի երեկո, դուք դիտում եք Ամեքլուսի IPF Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի արարողությունը։ Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները։ Ի դեպ, իր պատվին արված ընդունության ժամանակ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ասել է, որ ամենագլխավորը կյանքի իրավունքն է, իսկ հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հրեաների հոլոկոստը ժխտողները պարզապես վախկորդներ են։ Մենք մեր օդը ոչ մեկին չենք տալիս, շեշտում է ազգային ժողովի հղեկայական պատգամավոր Արտակ Դավթյանը, խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին։ Ռազմաքաղաքական դաշինքը դա հապկն է եւ բնական է, որ հապկի հետ պիտի կառուցեիր այդ անձրևանոցը։ Նոր քիմիական տարրն անվանվել է հայ գիտնականի Յուրի Օգանեսյանի անունով։ Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր 118-րդ տարրն անվանել է Օգանեսոն, օգ։ Հենց նրա պատվին միությունը հաշվի է առել Յուրի Օգանեսյանի նորարարական մոտեցումները հետազոտությունների ժամանակ։ Մայիսի 23-ին ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասի հետևանքների վերացման համար ընդհանուր առմամբ 51 միլիոն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին։ Վնասը հատկապես մեծ է Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ եւ Արտաշար համայնքներում։ Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերահիշալ համայնքների համար ձեռք բերել եւ տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ։ Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33 աստիճան, սակայն կարկտի հնարավորությունը դրանից չի նվազում։ Այն հիդրոմետ-ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նշում է. Տեղումները պահպանվում են եւ քանի որ տեղումները երեկոյան ժամերին նաեւ ներզանգվածային բնույթի են, ուրեմն կարկուտ առանձին հատվածներում հանրապետությունում այո կանխատեսվում։ Արցախի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանոմյանին առևանգելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով հասարակությանը պարբերաբար իրազեկելու ԼՂ ոստիկանության հանձնառությանը հավատարիմ հայտնում ենք, որ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով Քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8 ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ։ Գերմանական հայտնի Bild պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ձեռնարկելիք հնարավոր քայլերին։ Գերմանական լրատվամիջոցը մեջբերում է Թուրքիայի նախագահական նստավայրի խոսնակ Իբրահիմ Քալանի խոսքը։ Համապատասխան մարմինները առաջին հերթին արտաքին գործերի նախարարությունը գործողությունների ծրագիր են մշակում։ Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որում կոչ է անում մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը։ Քվեարկության ընթացքում կողմ են արտահայտվել 302 սենատորներ դեմ 16։ Նշվում է, որ փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում։ Օրվա լրահոսը։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարը ուրախ է, որ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները ավարտվեցին։ Դրանք նրան ձանձրացրել էին։ Հերթական անգամ քննարկումները հիշեցնում էին պրոֆտեխ ուսումնարանի հաշվապահական հաշվառման դասընթացներ։ Նաիրա Զորաբյանը հիշեցնում է պետական համակարգում թալան է։ Այդ ինչպես են լինում, որ մարդը ստանում է պաշտոն եւ մի տարի հետո նրա զոքանչը, որը 3 տարի առաջ Արաբկիրի շուկայում գազար էր վաճառ, մի տարում լիներ հայտարարագրերով միլիոնատեր։ Բացի այդ, Տիկին Զորաբյանին զարմացնում են հատկապես պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը։ Մեր բոլոր միլիարդատեր եւ միլիոնատեր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ես որքան ուսումնասիրել եմ նրանցից մեծ մասի կենսագրությունը, ոչ Մանթաշովի թողներն են եղել, ոչ Ռոքֆելլերի ինչ որ պրամոյ ժառանգներն են եղել, միլիոնատերեր են։ Նիկոլ Փաշինյանը հնչեցնում է իր գնահատականը, բյուջեի այս կատարողականը նախորդ տարիների նման հուսահատ ու տխուր փաստաթուղթ է, իսկ մեր տնտեսությունը ոչ թե գիտելիքահեն է, այլ պոմիդորահեն։ Հայաստանի տնտեսության դեմքն ու ողնաշարը պետք է լինեն ոչ թե պոմիդորն ու ծիրանը, այլ ինդուստրիալ հիմքերի վրա դրված
բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական համալիրը, որովհետև պամիդորով թշնամու ագրեսիայի առաջը չսառնի։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավարը հիշեցրեց իր 1 տարի առաջվա ելույթը, երբ զգուշացրել էր Հայաստանի տնտեսությունը հիվանդ է եւ պետք է հակաճգնաժամային ծրագիր իրականացնել։ Ինչ է Հայ ազգային կոնգրեսում շամաններ են հավաքվել, թե մարգարեներ կամ պայծառատեսներ, որ այդքան ճշգրիտ կանխատեսում էին նման զարգացումները։ Թե երբ պետական բյուջեի կատարողականը կդրվի քվեարկության, դեռ չի հայտարարվել, փոխարենը խմբակցություններն իրենց դիրքորոշումներն արդեն արտահայտել են։ Օրինակ Երկիր կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը դեմ են, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ձեռնպահ եւ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է կողմ։ Գործադիր մարմինն այսօր առողջապահության նախարարությունից եւ կառավարության աշխատակազմից ընդհանուր առմամբ 41 տրանսպորտային միջոց վերցրեց եւ դրամադրեց պետական գույքի կառավարման վարչությանը հետագայում օտարելու նպատակով։ Ես խնդրում եմ բոլոր գերատեսչության ղեկավարներին, նախարարներին 10 օրվա ընթացքում այս գործընթացը ավարտել։ Իդեպ կառավարությունը սահմանել է նաեւ օտարվող մեքենաների գները, դրանք արժեն 3-ից 15 միլիոն դրամ։ Ավտոմեքենաների կրճատումը ծախսերի օպտիմալացման համար առաջին կարևոր քայլն էր, կարծում է ֆինանսների փոխնախարարը։ Կան ծախսեր, որոնք ճիշտ է, նպատակը շատ բարի է, բայց այդ ծախսերը իրականում այն արդյունքները չեն տալիս, ինչ որ պետքա տան։ Եվ այդ ծախսերը մենք մտածում ենք, որ առաջիկա տարվա բյուջեի քննարկման ժամանակ ուրեմն մենք առաջարկություններ կունենանք կրճատելու վերաբերյալ։ Փոխնախարարի կարծիքով լրագրողները չափից շատ են քննադատում գերատեսչությունների աշխատանքը, նա հորդորում է բոլորին չնմանվել գարուն ամսագրում տպագրվող պատմվածքների հայտնի հերոսներին։ Կար պղպեղ, որը միշտ քննադատում է, կար դդում, որը չէր հասկանում, կար սեղ, որի համար մեկ է։ Ու այդ պատմությունը ասենք սկսում էր այսպես շատ հետաքրքիր։ Ասենք գրողը գրում էր, ասում էր նավը դուրս եկավ ափից։ Պղպեղը գրում էր, ասում էր քննադատություն, ասում էր այդ նավը ինչ գործ ուներ, ասում էր այդ ափին, որ ինքը դուրս եկավ։ Ի տարբերություն ֆինանսների փոխնախարարի արտաքին գործերի փոխնախարարը ծախսերի կրճատմանը չանդրադարձավ։ Նա Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համաձայնագրի մասին խոսեց, պնդելով Հայաստանի օդային տարածքի անկախությունը չի տուժի, հակառակը։ Այսինքն մենք ինքներս դեռևս այն հնարավորությունը, որը տալիս է այդ Ռուսաստանի, այսպես ասած, տեխնիկան, մենք դա չունենք։ Իսկ այդ հնարավորությունը բավականաչափ դետալացված դիտարկելու ամբողջ մեր շրջապատող տարածքը դա կարծում եմ կարևոր է։ Փոխնախարարը հորդորեց նաև ուշադրություն չդարձնել Ադրբեջանի տարբեր տեսակի հայտարարություններին, պնդելով նրանց ստերը վերջ չունեն։ 70-ամյա Էլիա Երզնկյանը ցույց է տալիս Երևանի կենտրոնի իր նախկին տանտեղը, որը պետության կարիքների համար քանդվել է 8 տարի առաջ առանց լիարժեք փոխհատուցման։ Ես այնքան լավ տեղ եմ ապրել, ոչ մի բանից ես ոչ տրանսպորտ եմ նստել, ոչ երեխաներին տրանսպորտով եմ տարել, ամեն ինչը իմ տարածքում էր։ Պետության կարիքների համար իրենց տներից զրկված բազմաթիվ քաղաքացիներ այսօր կառավարության շենքի դիմաց հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այս քաղաքացիներին վստահեցրել են, թե նորակառույցներում բնակարաններ կստանան, բայց հիմա արդեն հույսն էլ չկա։ Նշանակել են այս մեր տարածքի, որ լուծի այս հարցը Հայկ Դավթյանին, վարչապետի գլխավոր խորհրդականին։ Ինքն էլ ֆրացնում է, ինչ որ տարօրինակ բաներ առաջարկում, ասենք կենտրոնում հողշինությունը հանձնես գնաց Նորք Մարաշում, ինչ որ բնակարան տան առանց վերանորոգման։ Իրենց ոչ մեկ չէր խնդրել մեր տներից անեին։ Երեխեքի հետ, երեխեքին ժամանակ փուջուր են արտել, բոլորը չափահաս են, դարա ապրել են ուզում, ամուսնանալ են ուզում, ուրիշի տան մեջ ոնց կարող են։ Իսկ իրանք կատեգորիկ հիմա հրաժարվում են մեզ քաղաքի կենտրոնում տուն տալուց։ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչ Հենզել Աբրոյանն էլ է բնակարան պահանջում։ Տարիներ առաջ նա $60,000 է վճարել Ամիրյան 4/14 հասցեում բնակարան ստանալու համար, սակայն տանտեր չի դարձել։ Կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետը ոնց է այսօր հայրենիքի զինվորին սահմանում գտնվող զինվորի տունը խլում, դարձնում հյուրանոց նացիոնալ եւ գումար հեչի վերադարձնում։ Կոռուպցիա ման գալիս գյուղացիների կարտոշկա ու կաղամ
ցանողների մեջ։ Խնդրեմ իր մեջ թող գտնի դա։ Կոնտինենտ տեքստ ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց 30 միլիոն դրամի աշխատավարձը։ 3 տարի առաջ կարի արտադրամասը լուծարվել է եւ 140 հոգի մնացել է առանց աշխատանքի։ Ում դուրը թակում ենք, ասում են կստանակ, ոչ ոք չի ասում, բայց ուրա։ Ֆաբրիկայի 100% բաժնետոմսերը պատկանում են ոստիկանությանը։ Այն գործել է 1967 թվականից եւ արտադրել է ոստիկանական համազգեստ։ Սահմանամերձ Դովեղի գյուղապետն ուզում է փակել տեղի միակ մանկապարտեզը։ Ծանոթություն ուղարկեց, որ հունիսի 1-ից ինձ ազատելու է։ Ես նույնիսկ մոտեցել եմ իրան, ասել եմ, բայց հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, հենց այդ օրով եք ինձ ազատում։ Ասի ընդհանրապես օջախն եք փակում, թե ինձ եք ազատում։ Եվ են։ Փաստորեն նշանակում է, որ գյուղից պետք է գնանք բոլորս։ Մենք ուղղակի ուզում ենք մեր երեխեքը իրանց համար օջախ ունենան, այցելեն, որ մենք էլ կարողանանք կողքից աշխատենք։ Ծնողներն այս մանկապարտեզից դժգոհ չեն, մինչդեռ պարզվում է, որ սա մանկապարտեզ չէ, ըստ գյուղապետի գյուղը մանկապարտեզ չունի 1994 թվականից սեպտեմբերից նախակրթարան կբացեն։ Հիմա պետական ծրագրով դպրոցի տարածքում տարածքը հատկացված պետության կողմից հաստատված կա, որ վերակառուցման է ենթարկվելու։ Ծնողներն առանձնապես ոգևորված չեն դպրոցի տարածքում գործելիք նախակրթարանի գաղափարից։ Թող էլ լինի, ես դեմ չեմ։ Ուղղակի նախակրթարանում քո երեխան այնքան չի կարա մնա, որ ծնող աշխատանքից գա տուն, հետո վերցնի իր երեխուն։ Ասում են նախակրթարան են բացում դպրոցում, խնդրում եմ գնացեք դպրոցի տարածքը, տեսեք ինչքան հեռու է, այս 3 տարեկան երեխային չեն կարող այնտեղ հասնել։ Գյուղապետն ասում է, որ հարգել է տնօրենի աշխատանքային ստաժն ու ունակությունները եւ թույլ տվել ղեկավարել այն, պարզապես գործող տնօրենը չի ղեկավարելու նախակրթարանը։ Ինքը ոչ չի կարող աշխատի, ես նորից եմ ասում, ինքը անցել է փոշակի։ Գործող մանկապարտեզի տնօրենը պատրաստվում է մանկապարտեզը տեղափոխել իր տուն, գյուղապետն առարկում է, ինքը նման իրավունք չունի, գյուղապետն ի դեպ տնօրենի իր տեխնացուն ունի, որի հետ արդեն կնքել է համապատասխան պայմանագիրը։ Տարբեր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Արմեն Ղազարյանը 3 տարի է կալանավորված է։ Նա չի ընդունում առաջադրված 3 մեղադրանքներից որևէ մեկը, բայց սա չէ պատճառը, որ դատավարությունն այդպես էլ չի ավարտվում։ Այսօր հերթական անգամ հետաձգվեց դատական նիստը, քանի որ հնարավոր չի եղել դատակոչել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վկաներին եւ տուժողներին։ Նրանց կրկին ծանուցում ուղարկելու համար դատավոր Գագիկ Պողոսյանը նիստը հետաձգեց, բավարարելով դատախազի միջնորդությունը։ Եթե ես նշում եմ, որ շուրջ 3 տարի անազատության մեջ է գտնում ապօրինի, ապա դատարանը պիտի գոնե այս անգամ չբավարարեր դատախազի միջնորդությունը եւս մեկ ծանոթում, որովհետեւ դա արդեն թե անմարդկային վերաբերմունք է իմ պաշտպանյալի նկատմամբ եւ թե ողջամիտ ժամկետի խախտում է։ Հանցագործության դեպքը տեղի է ունեցել 2000 թվականին Դոնի Ռոստովում։ 9 տարի անց Ռուսաստանում գործը կարճվել է, իսկ Հայաստանում բացվել է 2011 թվականին։ Դատախազությունը պիտի հրաժարվեր մեղադրանքից։ Ինչը չի անում։ Արմեն Ղազարյանը մեղադրվում է առևանգման, ավազակային հարձակման, դիտավորության պանձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որի հետևանքով առաջացել է մահ։ Այսօր Հայարփի Սարգսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը դատախազը կհայտնի հուլիսի 12-ին։ Ինչպես հայտնի է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ arczepiskopos Ատեշյանը նամակ է գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նամակում մասնարապես ասվում է. Հարգելի նախագահ, առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի կայացած որոշումը մեր, այսինքն Թուրքիայի ժողովրդի մեջ հարուցել է խոր ափսոսանք։ Աթեշյանը իր նամակում նշել է նաև, որ Թուրքիայի հայ համայնքը կիսում է ժողովրդի մտահոգությունները։ Այսպիսով, հայ պատրիարքը փաստացի դատապարտել է Բունդեստագի որոշումը հայոց ցեղասպանության մասին։ Աթեշյանի այդ նամակը բուռն դժգոհություն է առաջացրել Հայաստանում եւ հայկական այլ համայնքներում։ Օրվա գլխավոր թեման։ Գերմանիայի Բունդեստագի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ Պոլսո հայոց կաթողիկոսության փոխանորդի հայտարարությունը վկայեց նրա թուլության մասին։ Տեղապահ Աթեշյան չի կարողանում գտնել այն ճիշտ հնարավորությունը եւ լուծումը, որով ինքը կկարողանա հարաբերվել թուրքական իշխանությունների ճնշումների հետ, անընդհատ տանուլ չտալով հայկական շահերը եւ պատրիարքարանի դերը։ Թուրքական իշխանությունները մշտապես ճնշել են Պոլսո բոլոր պատրիարքներին, փորձելով նրանցից կորզել ցեղասպանության ժխտողականությանը համահունչ հայտարարություններ։ Ի տարբերություն նախորդ պատրիարքների arczepiskopos Աթեշյանը տեղի տվեց ճնշումներին ու դատապարտեց Բունդեստագի որոշումը։ Երբևիցե չի արձանագրվել նման կարգի հայտարարություն,
որը էականորեն կհակասի առաջինը պատմական իրողություններին, երկրորդը ամբողջ հայության շահերին եւ երրորդը կդառնա թուրքական կեղծարարության եւ ուրացման քաղաքականության մի բաղկացուցիչ մաս։ Արքեպիսկոպոս Աթեշյանի Էրդողանին ուղղված նամակին արձագանքել է Մայրաթոր Սուրբ Էշմիածինը, շեշտելով, որ այն բացարձակ կապ չունի ողջ եկեղեցու եւ նրա դիրքորոշումների հետ։ Հայաստանցի հոգեվորականները չեն բացառում հարկադրանքի հնարավոր կիրառումը արքեպիսկոպոսի նկատմամբ։ Եթե նա այդպիսի քայլի դիմեց, պարզապես փորձում էր մեղմացնել թուրքերի ատելությունը ձևավորված Բունդեսթագի որոշմամբ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով իրավիճակը շտկել հնարավոր է նոր պատրիարքական ընտրություն անցկացնելու պարագայում միայն, որտեղ Արամ arczepiskopos Աթեշյանի ընտրվելու հնարավորությունը քիչ հավանական է։ Հայ համայնքում դժգոհությունները, որոնք կային Արամ Աթեշյանից, ել ավելի են մեծացել եւ միգուցե բողոքի ալիքը կարող է հանգեցնել այլ զարգացումների հենց համայնքի ներսում, բայց այն փաստը, որ Արամ Աթեշյանը չի վայելում Ստամբուլի հայ համայնքի աջակցությունը, դա տեսանելի է ամենատարբեր ոլորտներում։ Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները դատապարտել են Արամ arczepiskopos Աթեշյանի նամակը։ Հայկական Ագոս շաբաթաթերթում հրապարակված պատասխան նամակում arczepiskoposi մտքերը անարգանք են որակվում նախնիների, ցեղասպանության զոհերի եւ վերապրածների նկատմամբ։ Նախ հստակեցնենք, որ ըստ Թուրքիայի օրենքների Պոլսո պատրիարքը այն միակ պաշտոնյան է, որը իրավունք ունի հանդես գալու հայ համայնքի անունից։ Հարևան երկրում հենց կրոնական առաջնորդն է օժտված այդպիսի իրավասություններով։ Ուրիշ հարց, թե որքանով է Թուրքիայի հայ համայնքը իսկապես դժգոհ Բունդեսթագի որոշումից։ Համենայն դեպս մեզ հայտնի են հայ պատգամավորներ, լրագրողներ, քաղաքացիներ թե Ստամբուլում եւ թե Թուրքիայի այլ քաղաքներում, որոնք Գերմանիայի խորհրդանի որոշումը ողջունել են։ Ինչն է ստիպել Պոլսո պատրիարքին հանդես գալ նման հայտարարությամբ։ Ի դեպ նա նույնը արել էր, երբ Ֆրանսիայի խորհրդարան էր ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Ոմանք խոսում են ուղղակի ճնշումների մասին, սակայն դժվար է ենթադրել, որ եթե Աթեշյանը որևէ հայտարարությամբ հանդես չգար, նրան կոպիտ ասած գործից կհանեին եւ կհետապնդեին։ Ինքը arczepiskopos-ը հավանաբար կբացատրի դա հայ համայնքի կյանքը ավելի անվտանգ դարձնելու ցանկությամբ, սակայն պատճառները ըստ ամենայնի շատ ավելի պրոզաիկ են։ Աթեշյանը սերտորեն կապված է թուրքական իշխող նոմենկլատուրայի հետ եւ որպես այդ վերնախավի ներկայացուցիչ ունի համապատասխան լծակներ, շահեր եւ չի բացառում նաեւ նյութական օգուտներ։ Մայրաթորը բնականաբար չի կարող պատրիարք փոխել եւ դրա անհրաժեշտությունը կարծում եմ առանձնապես չկա։ Իրականում այն դրվածքը, թե կրոնական առաջնորդը նաեւ համայնքի այսպես ասած ղեկավար է, հնացել է։ Հայ քրիստոնյաները, որոնք ապրում են Թուրքիայում, կարող են Աթեշյանի հետ ընդհանրապես գործ չունենալ։ 21-րդ դարում կազմակերպման բազմաթիվ այլ ձևեր կան։ Ամեկ լուսի զրուցակիցն է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյան, արդյոք Պոլսո պատրիարքը պարտավոր է դատապարտել ցեղասպանությունը ճանաչող բոլոր բանաձևերը։ Սկսենք նրանից, որ պատրիարք չի տեղապահ, պարտավոր չի, բայց պարտադրված է, մի շարք պատճառներով, վախ, սարսափ, որը շատ բացատրելի է, թե պատմական հիշողության առումով եւ թե այն իրավիճակով, որը այսօր Թուրքիայում կա, այն բռնությունները, հետապնդումները, որոնք գիտնականների, ժուրնալիստների, այլ կատեգորիաների նկատմամբ իրականացվում են, ել չասած փոքրամասնությունների, քրդերի, այն խայտարակ տեսարանները, որ խորհրդարանում թուրքական մենք տեսանք, այս ամենը վկայում է, որ շատ լարված է միջավայրը եւ այդ միջավայրում ռիսկի գնալը բարդ բան է, հատկապես որ լուրջ թիրախ է թե պատրիարքարանը եւ թե ընդհանրապես հայ համայնքը։ Ինչ լծակներ ունի Թուրքիայի կառավարությունը, Էրդողանը պատրիարքին կամ չգիտեմ հայ համայնքին ներելու համար։ Բռնություններ նախ եւ առաջ օրենքը ումն է, ով որ ուժ ունի,
եւ այդ օրենքի կիրառումը կախված է նրանից, ով որ ուզում է այն կիրառել, այսինքն միշտ կարելի է գտնել ինչպես կիրառել եւ որ դեպքերում, հա։ Նու նախ պատրիարքարանը բավականին լուրջ ունեցվածքային ինստիտուտ է, այսինքն այս բոլոր հարցերում շատ կարող է խոցելի դառնա։ Երկրորդը հազար մի թույլտվություններ կան, որոնք կարելի է հետ վերցնել, ես անելու են, անելու ես, նորոգելու ես, հա, իսկ համայնքը դե առանց էլ չեմ ասի, որ վերջին շրջանում թուրքական հասարակությունը հանդուրժողականության, այսպես շատ պայծառ մի օրինակ է, ցավոք սրտի Հրանտինքի սպանությունը ընդհանրապես բոլոր պատրանքները այս հարցի վերաբերյալ ոչնչացրեց, այդ տեսանկյունից ուրեմն հազարումի լծակ ունի, ինչ լծակ ուզի էնել ունի, այսպես ասենք։ Էրդողանը սովորաբար հենց որ այդպիսի բանաձևեր են ընդունում որևէ երկրում, ասում է այստեղ ապրում է անօրինական 100,000 հայաստանցի, ես նրանց կքշեմ։ Իսկապես կքշի թե չէ։ Կարծում եմ, որ այսօր այս պարագաներում չէ։ Չի քշի, որովհետև դա միանգամից աղմուկ կբարձրացնի, հատկապես որ հենց հայերի հետ է կապված խոցելի է այդ առումով հենց Թուրքիայի իշխանությունը, կարծում եմ, որ այսօր չէ։ Իսկ եթե հանկարծ զգաց իրեն այսպես անկյուն դրված ու ճնշված, իսկ գիտեք պաշարվածության զգացումը գնալով իմ զգալով, իմ ոնց որ պատկերացներով թուրքական իշխանությունների մոտ աճում է, ապա անկանխատեսելի կարող է լինել, ինչպես եւ ցանկացած մարդ, որը հայտնվում է իր տեսանկյունից անգելանելի վիճակում, հա, չնայած իմաստությունը արևելյան ասում է, որ անգելանելի վիճակ չկա անցանկալի ելք։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը։ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը գյուղատնտեսության նախարարությունում 3 ավելորդ փոխնախարարների առկայությունը բացատրում է Ադամի եւ Եվայի ժամանակներով։ Պետք է սակայն հաշվի առնել, որ այն ժամանակ ավելորդ փողեր ծախսելու քաղցր պտուղը մարդկությունը դեռ չէր ճաշակել։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Իսկ ինչի առաջ չի եղել այդ բանը։ Օրինակ ինչի առաջ, ասենք, Ադամը բան չուներ, iPhone չուներ, որ զանգեր տնար։ К моему великому разочарованию, это был сундук моей жены, доверху набитый всей той дрянью, которую она обычно таскала за собой. Шикарное платье, стоившее безумных денег, дорогое белье из материи чуть плотнее воздуха, парики, крем, духи и прочее, прочее. Опять платье, опять белье, опять...